Անկախ տարադրամի փոխարժեքից եւ շուկայական ցնցումներից կերամամարացի սալիկների գները չթանկացան։ Ինչու՞։ Մեզ հաճելի է լինել հասանելի գնորդների համար։ Մեզ համար կարևոր է, որ գնորդի ճաշակը եւ հնարավորությունը այստեղ կարող են համընկնել։ Համեցեք կերամամարացի եւ կատարեք ընտրություն մեր բազմաոճ տեսականուց։ Սալիկների գները սկսած 4400 դրամից։ Օգտվեք նաեւ զեղչային ճկուն համակարգից։ Կայունություն եւ անփոփոխ որակ։ Աշխարհի շուրջը կերամամարացի հետ։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահնին վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մութն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով արիր, դու դարձիր ու կիրայր ողբոքուս, և մի խոյանք նոր, իմ միակ կարոտ միակ լույս, երկնին մի մոռանա դու մի հեռանա։ Օրեն մոր չի? Որա հայելի մեռած արիշու զանգին ոստիկանություն։ Ես դեմքը չտեսա։ Լավ կլինի չնայես։ Ինչի՞։ Ես չէի ցանկանա, որ դու վրեժով լցված ապրես ամբողջ կյանքը։ Ժամանակն է։ Դու պետք է իմանաս ով է քո իրական հայրը։ Քո հայրը։ Էս վերցրու։ Հիմա այս ավելի շատ քեզ պետք կգա։ Անուշ կանչել եք։ Այո։ Ինչ-որ խնդիր կա։ Խնդիրը հենց դու ես։ Դու Բաբկենի անհետանալու հետ ինչ-որ կապ ունես, Բելա։ Ովոշան դու ես։ Մեքենաս ես կոմերը պետք անի։ Ալո։ Ռուբեն Սանթրոսյանն է ինձ խնդրել, որ զանգեմ ձեզ։ Միայն կարող եմ ասել, որ Ռուբենը ծանր վիրավոր է։ Լավ, ես անպայման կգամ։ Լսի քեզ ինչ եմ ասում ամուր։ Արփին դուր հետս տանեմ։ Երջանիկ ու անհոգ մանկություն կունենա։ Գոնե ինքը բանտուն մեծացածի անուն չի հանի։ Արփինի միակ հույսն է։ Անուշ, ես հա չեմ պատրաստվում քո երեխային քեզնից խլել։ Ուղղակի խիղճս տանջում է։ Ուզում եմ քրոջս երեխան նորմալ սովորական մարդու պես արևի լույսի տակ մեծանա։ Հետո էլ ես ամեն ինչ կպատմեմ իրեն քո մասին։ Կասեմ ով է իր մայրը։ Կասեմ, որ դու ես իր մայրը։ Չէ, ես չեմ կարող ինձ իրա։ Ինչ էգոիստ ես Անուշ։ Միշտ էլ է դես եղել։ Հիմա էլ փոխանակ երեխուտ ապագայի մասին մտածես, նվնվում ես, թե ինչ կլինի քեզ հետ առանց քո երեխայի։ Մենակ մաման էր, որ կարար իր ամբողջ կյանքը մեզ նվիրեր։ Իրան զոհաբեր էր մեզ համար։ Խնդրում եմ Հասմիկ, հերիքա ինձ մեղադրես։ Լավ Անուշ, մտածի ասածներիս մասին, ես վաղ հերիք բեմ։ Հասմիկ, չեմ հասկանում։ Ինչի ես դու ամեն անգամ խառնվում իրար, երբ ես որոշում եմ աղջկա հանդեպ ավելի ուշադիր լինել։ Հիշում ես, երբ գյուղում հղիացել էիր, մտածում էիր, որ ես քեզ լքել եմ։ Իսկ ես եկել էի քաղաք, որ փող աշխատեմ, որ դու ոչ մի բանի կարիք չունենաս։ Ու երբ երեխան գիրկդ եկար մոտս, հիշում ես։ Հիշում եմ։ Ես անգամ վարկյան չկասկածեցի։ Չեմ էլ փոշմանել, որ դու չես ազատվել այդ երեխայից։ Ես միշտ էլ ինձ շատ երջանիկ եմ զգացել քեզ հետ։ Դե ուրեմն ինձ սխալ մի անի։
Ես ինչի հասել եմ, արդար քրտինքով եմ հասել։ Ու քեզանից ու աղջկանիցս բացի, այս կյանքում ավելի կարևոր մարդ չկա։ Ինչի դուրս եկար բանտից, ինչի անուշ, ինչի դու եկար կործանեցիր ընտանիքս, տունս, երջանկությունս։ Աստված իմ նա կործանեց ամեն ինչ։ Աստված իմ կործանեց ինձ։ Վերկաց Բելա, վերկաց դուրս կանք։ Գնանք, բայց ուր։ Ես պետքա գտնեմ Բաբկենին։ Անուշ, ես արդեն ասեցի, այն ինչ որ գիտեի, արդեն ամեն ինչ ասեցի։ Բայց գոյություն ունի այդ նամակը, որը ապացույց է։ Հա, ու ես ասեցի ինչա գրած այդտեղ։ Բայց ես պետքա ինքս կարդամ։ Անձամբ կարդամ, որովհետև կարող է ինչ-որ մի բան գրված լինի, ինչ-որ ամսաթիվ, որը կհուշի, թե որտեղ է Բաբկենը։ Ինձ թվում է Բաբկենը միշտ է հեռացել։ Եթե նման բան լինի Բելա, եթե Բաբկենին ինչ-որ բան պատահած լինի, իմացի, որ դու կլինես դրանում մեղավոր, դու կլինես դրա համար պատասխանատու։ Կարող է ճիշտ եք ասում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ ոչ ոք ինձանից ավել չի սիրել Բաբկենին, ոչ ոք ինձ նման հավատարիմ չի եղել։ Իսկ ես որ տեսա Բաբկենին այդ վիճակում, հավատա չէի ուզենա, որ ընտանիքի անդամներն էլ տեսնեին նրան այդ վիճակում։ Ես հիմա ինչ եմ անելու այս կոպեկներով։ Չէ, ես պետքա կարողանամ փող աշխատել։ Ես պիտի հեռանամ, ինձ ոչ մեկ չպիտի գտնի։ Նրանք ինձ պետք չեն, ես արդեն իմ կյանքն ունեմ։ Ես ինչ ուզում անում եմ։ Մենակ թե կարողանայի շատ փող աշխատել, ինչ գնով էլ լինի մեկը անելու եմ։ Ուրեմն գնանք գտնենք Լինային։ Իսկ որ են գնում։ Ինձ թվում է առաջին հերթին կարելի է գնալ այնտեղ, որտեղ դու Անուշը տեսել եք իրան։ Ինձ թվում է հեռու գնացած չի լինի։ Չեմ հավատում, որ այս ամեն ինչը Լինայի հետ է կատարվում, Երիկ։ Ախր մենք նույն տանն ենք մեծացել, նույն դաստիարակությունն ենք ստացել։ Ինչի է Լինան սենց անում։ Ինքը հիմա թմրանյութերի ազդեցության տակ է։ Ինքն չի հասկանում ինչ անում։
Իր համար ամենակարևորը հիմա փող հայթայթելն է դեղի համար։ Բայց դեռ բուժվելու հնարավորություն ունի, չէ՞։ Եթե ամեն ինչ այդքան էլ ուշ չի, կարելի է փրկել իրավիճակը։ Ինձ թվում է կունենա հնարավորություն։ Լինան ինձ ու Անուշին որ տեսավ ամաչեց։ Կարծում եմ այդ արդեն լավ է։ Լավ, արի գնանք գտնենք Լինային, քանի դեռ ամեն ինչ այդքան էլ ուշ չի, գնանք գտնենք։ Բժիշկ, ես նրա հայրն եմ եւ պահանջում եմ, որ անջատեք նրան արհեստական ապարատից, որտեղ իմ տղան տանջվում է։ Իսկ նրա մայրը չի կարող գալ։ Ես հասկանում եմ ձեզ, բայց օրենքով երկու ծնողների համաձայնությունն է պետք։ Բժիշկն չի կարող գալ։ Նույնիսկ եթե նա իման ներկա լիներ, այստեղ նա երբեք իր համաձայնությունը չէր տա, որտեղ ոչ մի մայր չի կարող դրան գնալ։ Իսկ ես տեսնում եմ, որ իմ տղան տանջվում է։ Հասկանում եմ, ես ձեզ էլ եմ լավ հասկանում, բայց պիտի ընդունեք, որ ժամանակ է հարկավոր։ Մայրն է նրան մեծացրել։ Դատու դատաստանը ունենց հարեց, որ իր մոտ մնա։ Բայց ես ուզում եմ, որ տղայիս ես մեծացնեի։ Բայց ցավոք Մադլենի հետ նա մնաց ու եկավ ժամանակ, որ չկարողացավ նրան կառավարել։ Նույնիսկ եթե նա ապրի, նրա կյանքը կյանքի նման չի։ Խոսեք ձեր նախկին կնոջ հետ, թող նա վերադառնա։ Ձեր որդուն խնամակալը նա է։ Նա պետք է համաձայնությունը տա ապարատները անջատելու։ Հասկանում եք, նա չի կարող գալ։ Նորից եմ ժամանակ տալիս, խոսեք ձեր կնոջ հետ, որոշում կայացրեք։ Նոր հետո արդեն իմանաք ինչպես վարվել։ Ինձ իմ մեղքի բաժինն էլ կա այս ամեն ինչում։ Կներես։ Ազիզյան, լաբորատորիայի պատասխաններն են եկել։ Հա, ինչ լավ է, ես էլ դրանց էի սպասում։ Ու սրանք են, չգիտեմ, նայեք։ Պողոսյանից լուր կա։ Չէ, ոչ մի լուր առայժմ։ Լավ, հենց նորություն լինի կզեկուցեք։ Լավ։ Հասմիկ Միրզոյանի համար վատ լուր է ինձ թվում է։ Սինե Անուշին չես տեսել։ Չէ, չեմ տեսել։ Արփին բերեց ու գնաց։ Ինչ ա եղել։ Էս ոնց որ կռիվ ունես անելու, հա։ Ինչից ենթադրեցիր, որ կռիվ պիտի անեն։ Ոնց որ դու ես կռվի պատրաստ։ Այնքան արագ ես փոշին մաքրում, ոնց որ փոշին ա մեղավոր։ Հա, ես մի քիչ ներվայնացած եմ, բայց դու հաստատ ինձնից չխայնես։ Լուսինե լավ հերիք ա, հա։ Ես տրամադրություն չունեմ այսօր։ Տրամադրությունդ ինչ եղավ, Ռայա։ Հոգնել եմ այս տան անարդարություններից։ Եթե ոչ ոք համարձակություն չունի ճիշտը ասի, ես դա կանեմ։ Հա, այս տանը շատ բան ա կատարվում, Ռայա, բայց այդ չի նշանակում, որ պետքա դրա մասին բարձրաձայնենք։ Լուսինե, գիտես ինչն ա վատը, մի սարսափելի բան եմ իմացել։ Սարսափելի բան։ Այն ինչ որ այս տանը կատարվում է, դրանից ավելի սարսափելի բան չի կարա լինի։ Լինան խեղճ երեխա։ Լինան։ Ուր ա Լինան։ Գտել եք։ Հայտնվել ա։ Այն որ դարձել է թափառական փողոցներում, այնինչ ինչ Ռայա։ Այնինչ Լինան այս տանը ավելի շատ իրավունք ունի, քան ասենք նույն Հասմիկը։ Դե չէ, Հասմիկը այս տանը շատ իրավունքներ ունի, որովհետև ինքը Բաբկենի կինն է։ Իսկ Լինան Բաբկենի աղջիկն է։ Ինչ։ Հա։ Լինան Բաբկենի աղջիկն է։ Ոնց Ռայա։ Լինան։ Մեր Լինան։ Մեր տան ապրող Լինան։
Լուսինե, դու ինձ ձեռ ես առնում, այ աղջիկ։ Այս տան Լինանով է, քանի Լինա կա այս տանը։ Հա դե, մենակ Լինան, դե մեր Լինան էլի։ Չէ, ես չեմ հավատում։ Ուրեմն Լինան Բաբկենի աղջիկն է։ Արփի քույրն էլ է։ Չէ, չեմ հավատում։ Չէ։ Այն ինչ որ այս տանը կատարվում է, իսկական սերիալ է։ Այն սերիալը, որ ես նայում եմ, բայց մի տարբերությամբ։ Այստեղ մենակ տրագեդիա է։ Իսկ այնտեղ գոնե հումոր էլ կա։ Լուսինե, ես քո այդ լուրջ բաներից եմ խոսում, դու միշտ թեմայից շեղվում ես։ Այդ սերիալի անլուրջն էլ դու ես, էլի։ Բայց ինչ ասեցի, որ Ռայա։ Լուսինե, ես քո այդ լուրջ բաներից եմ խոսում։ Ես կարևոր գաղտնիք եմ բացում հիմա։ Քեզ դու էլի չգիտեմ ինչի մասին ես մտածում, լսել կարող ես սովորել։ Ռայա, քո ասածից որ ուշքս չգնաց, այդ արդեն լավ է։ Ես ուղղակի համեմատական գծեր տարա, բայց վստահ ես, որ այդ տենց է։ Մի տեսակ հավատս չի գալիս։ Հա, վստահ եմ, իմ աչքով եմ կարդացել։ Ոնց, կարդացել ես։ Ինտերնետում հայտարարություն են տվել, կարողա թերթերն էին գրել։ Ես աղջիկը իսկական աննորմալ է։ Չէ, միջի լուրերով են ասել։ Այստեղ գրված է, տարիներ առաջ գրված նամակ է։ Ոնց, այդտեղ է գրված։ Հա։ Բայց ով է գրել։ Բաբկենի եղբոր կինը։ Ոնց, Լինան Բաբկենի եղբոր կնոջից է։ Հա, գրված է, որ Բաբկենն է Լինայի իսկական հայրը։ Այ քեզ բան։ Այսինքն Բաբկենը այսքան տարի իմացել է, որ Լինան իր աղջիկն է ու ոչ մեկի չի ասել։ Դե մի տեսակ հավատից չի գալիս, որ Բաբկենը այս նամակի մասին իմացել է։ Բայց նամակը իր մոտից ես չէ գտել։ Չէ։ Տնից եմ գտել։ Ավելի ճիշտ, Հասմիկի իրերի միջից։ Չգիտեմ Բաբկենը այս նամակի գոյության մասին իմացել է թե չէ, բայց Հասմիկը հաստատ իմացել է։ Իսկ այդ կինը իսկական չարք է։ Հա, բայց ով չգիտի, որ Հասմիկը սուրբ չի։ Բաբկենի կորելու մեջ էլ է Հասմիկի մատը խառը։ Ես վստահ եմ դա մի բան արել է։ Նույնիսկ հնարավոր է սպանել է Բաբկենին։ Վայ Ռայա, Աստված չանի։ Եթե տենց է, ուրեմն հաջորդը ես եմ։ Հասմիկը ինձ էլ տանել չի կարողանում։ Էլի անիմաստ խոսում ես։ Լավ, ես Անուշին պիտի գտնեմ, կարևոր բան պիտի ասեմ։ Դու տան գործերով զբաղվի, ես հիմա շատ խառնում Լուսինե։ Չէ, այս տունը իսկական գժանոց է։ Եթե ես գրելու ունակություն ունենայի ու գրեի այն ամենը, ինչ որ այս տանը կատարվում է, ես հայտնի գրող կլինեի։ Հարուստ էլ կլինեի։ Գրելի է։ Քորես դե մտնայի։ Կներես իմ պատճառով վազեցիր։ Վեր կաց, գուշ։ Շատ է ցավում ոտքդ։ Հարի ես քեզ կօգնեմ երկաթ։
Շատ է ցավում։ Ես քեզ մի անգամից ճանաչեցի։ Կարող ես գալ։ Ալիկ, սկսում։ Նորաբաց խանութսրա, որի մակերեսը 6000 քառակուսի մետր է, Vega Malatya Mall, աշխարհահռչակ արտադրողների խոհանոցային պարագաներ, աքսեսուարներ եւ էլեկտրական սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, հեռուստացույցների, սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների բազում տեսականի, խոհանոցային կահույք, հյուրասենյակի կահույք, փափուկ կահույք եւ ննջասենյակի կահույք։ Ապարիկը ձևակերպվում է տեղում։ Vega, միայն շահավետ գնումներ։ Սա է Բաբկենի թողած երկտողը։ Այս ամեն ինչը շատ լուրջ է, Բելա։ Գիտեմ։ Գրվածից պարզ հասկացվում է, որ Բաբկենը շատ լուրջ քայլի է ընդունակ։ Եթե հանկարծ Բաբկենին ինչ-որ բան պատահի, Բելա, ես քեզ երբեք չեմ ների։ Ախր հասկանում եմ, բայց ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես ընդամենը մտածել եմ, որ իրեն ժամանակ է պետք, որ կարողանա կողմնորոշվել, թե իրեն ինչ է հարկավոր։ Աստված չանի, Բելա։ Աստված չանի, Բաբկենը ինքնասպանության գնա։ Իմացի, Բաբկենի մահը քո խղճին է մնալու։ Ես էլ չեմ կարող այստեղ մնալ, սա դժոխք է, սա մարդկային չի։ Ես իրավունք ունեմ իմ իրավունքները պաշտպանելու։ Իհարկե ունեք, եւ կօգտվեք դրանցից։ Ձեզ լավ փաստաբան է պետք, քանի որ ձեր վիճակը շատ լուրջ է։ Ինչ նկատի ունեք, չեմ հասկանում։ Ինչու եք ստել։ Ես չեմ ստել, ինչ հարցրել եք, շատ ճիշտ պատասխանել եմ։ Ուրեմն ասենք որոշակի բաներ եք թաքցրել։ Դուք վստահեցնում եք, որ Զոհին սրածարի գործիքով եք վիրավորել ինքնապաշտպանության նկատառումներով, եւ որ վախից նրան թաղել եք այն վայրում, այո։ Հայր, ես նրան այնտեղ եմ թաղել, որտեղ որ ցույց տվեցի։ Ես չգիտեմ ինչի է դիակը տեղից անհետացել, բայց հաստատ այդտեղ եմ թողել։ Մենք մի տղամարդու դիակ ենք գտել, որի ինքնությունը դեռ պարզ չի, քանի որ որոշակի փորձաքննություն պետք է արվի։ Բայց դիակը ոնց որ թե այն մարդունն է, որին դուք սպանել եք։ Որտեղ եք գտել նրան։ Դուք ասացիք, որ նրան դանակով եք վիրավորել, բայց դուք շատ փոքր մասն եք ասել միայն։ Չեմ հասկանում ինչ նկատի ունեք։ Դիակն ամբողջովին այրված էր։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Դա հնարավոր չի։ Չի կարող պատահել, հնարավոր չի։ Ինչու եք այրել դիակը։ Դա արդեն ինքնապաշտպանություն չի։ Աստված իմ, ես չեմ այրել դիակը, ես ընդամենը ինքնապաշտպանվել եմ։ Խնդրում եմ մի ստեք։ Ապացույցներից ազատվելու համար եք արել։ Մարմինն անճանաչելի եք դարձրել, դրա համար էլ այրել եք այն։ Բայց մոռացել եք նրա վզից հանել նրան պատկանող շղթան եւ խաչը։ Իսկ խաչի վրա նրա անուն ազգանունն էր գրված։ Ես նրա դիակը չեմ վառել, ես ախր նման բանի, նման դաժան քայլի ընդունակ չեմ։ Գուցե արագ փախչելու ցանկությունից մոռացել եք մանրուքների մասին, որոնք ամեն ինչ բացահայտում են։ Դա ինքնապաշտպանություն էր, ես նորից եմ կրկնում, ես նրա դիակը չեմ վառել, երդվում եմ։ Պետք չի երդվել, Տիկին Միրզոյան։ Երբ դիակի փորձագիտական քննությունն ավարտվի եւ նրա ինքնությունը պարզ լինի, դուք կդատապարտվեք դիտավորյալ սպանության հոդվածով։ Խնդրում եմ ձեզ, դուք ինձ պիտի հավատաք։ Ես նրա դիակը չեմ վառել։ Ես ինքնապաշտպանվել եմ։ Դե լավ։ Քանի որ ձեր փաստաբանը չի ներկայացել, ձեզ հանրային պաշտպան կտրամադրվի։ Ճշմարտությունը կարող էր փրկել ձեզ, բայց սուտը ձեր վրա շատ թանկ կնստի։ Ես անմեղ եմ։
Ես անմեղ եմ։ Աստված։ Բան չկա նայելու։ Ալո։ Չէ, չեմ նայել, ինչա որ։ Դե լուրերը կնայես դիակդ գտել են։ Այսքան շուտ հա։ Ինչ ես զարմանում։ Կողքերդ պրոֆեսիոնալներ են։ Էդ ում դիակներ։ Պարտքատեր էր, ահագին փող էր Պարսկ Մրդոյին, պիտի մուծվեր։ Էն էլ անճանաչելիորեն վառվավ։ Լավ, արդեն պարզ ամեն ինչ ապրեք։ Սպասենք տենանք ոստիկանությունը կհավատա, թե չէ։ Մնում է, որ կարանաս այսքան արածների տակից դուրս գաս Հակոբ։ Հանգիստ, ես լավության տակ մնացող չեմ։ Սպասի ոտքի կանգնեմ։ Տենանք։ Հա։ Լավ, նայում եմ, հա։ Լավ։ Այ, ազատություն։ Գալիքյան դու արդեն ազատ ես, վսյա։ Այտենց հիմար կնիկը։ Քո տեղ էդ բանտում էր, դե գնա փետի։ Քեզ ինչ ա եղել։ Ինչի հետ չես խոսում։ Ինչ ես ինձնից փախնում, ինչ ա եղել։ Ես գնում, մի գնա, ես քեզ չեմ թողնի, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Դե խոսա, մի բան ասա։ Զգուշ։ Շատ ա ցավում։ Ստացես ինչ ա կատարվում։ Լինային ես ու Անուշը այստեղ տեսանք։ Ուրեմն ես կոմա փախել, հա։ Հա։ Փախավ, բայց չգիտեմ ինչի։ Ամեն ինչ լավ կլինի, Արփի մի մտածի, կգտնենք Լինային։ Կարևորը որ ինքը Երևանում է ու առողջ։ Լսի Արփի, դու Լինայի նկարներից ունես։ Հա, դիտի հեռախոսից մեջ լինի։ Տուր ինձ։ Անպայման կգտնենք Արփի, դու կարևորը հավատա։ Հիմա նստի մեքենայի մեջ ես կգամ, հա։ Չքան հուսահատ ու տխուր ա եղել բաբկեն այս նամակը գրելիս։ Ժամանակ էդ կնոջ մոտ ա եղել։ Լավ ինչի չի ասել։ Պարզվում է տարիներ առաջ բաբկենն ու Բելան սիրեկաններ են եղել։ Բայց դա հիմա արդեն կարևոր չի Ռայա։ Հիմա կարևորը բաբկենը հայտնվի։ Կարծում ես կգտնենք։ Ես կասկածում եմ մի քիչ։ Չէ, իզուր, պետք չի կասկածել Ռայա։
Անուշ ջան, եթե Բաբկենը ողջ է, ինչի ոչ մի կերպ կապ չի հաստատել մեզ հետ։ Ինչի է փախել տնից, կբացատրես։ Չգիտեմ, Ռայա, կարող է չի ուզում ոչ ոքի ոչ տեսնել, ոչ խոսել ինչ-որ մեկի հետ։ Այսինքն մենք պիտի գտնենք Բաբկենին։ Պետք է սպասել, Ռայա։ Ուրիշ տարբերակ չունենք։ Բայց Արփին ոչ մի բան պետք չի ասել։ Առանց այդ երեխան շատ ատանջվում։ Հա գիտեմ, բայց վաղ թե ուշ կիմացվի։ Լավ Ռայա ջան, ես պետք է դուրս գամ, որ վերադառնամ կխոսեմ հետո։ Անուշ ուր ես գնում։ Ռուբենին պետք է հանդիպեմ։ Նա հիմա իմ օգնության կարիքն ունի։ Ռայա մի զարմացի։ Ռուբենը աղջկաս փրկելու պատճառով է Միկային հետ օրը գցել։ Ու ես ինձ չեմ ների, եթե հիմա իրան չօգնեմ։ Հա, հասկանում եմ Անուշ ջան։ Անուշ, բայց ես էլի կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Հա, Ռայա ջան, ասա, մենակ կարա, խնդրում եմ, ուշանում եմ։ Անուշ, Արփին ու Լինան զարմուհիներ չեն։ Ո՞նց թե։ Այսինքն Լինան Բաբկենի աղջիկն է։ Ինչ։ Ոնց թե, ինչ ես խոսում, Ռայա։ Հասմիկի մոտից նամակ եմ գտել, խնամքով թաքցնում էր։ Ինձ նույնիսկ թվում է, որ Բաբկենը չգիտի, որ Լինան իր աղջիկն է, դե Հասմիկը այդ թույլ չէր տա։ Այ Հասմիկ, դեռ ինչքան պետք է մեզ սենց անակնկալների առաջ կանգնացնի։ Այդ կինը ամբողջ կյանքում մենակ կեղծիքի ու ստի մեջ է ապրել։ Անուշ լավ, Լինային պիտի վերադարձնենք, ամեն գնով։ Ճիշտ ես։ Լավ Ռայա, ես հիմա պետք է արդեն դուրս գամ։ Ռուբենը հիմա իմ կարիքն ունի։ Գնամ գամ հետո կորոշենք ինչ պետք է անենք։ Մենք մոլորվել ենք։ Այսքան քայլեցինք, դեռ ճանապարհը չի երևում։ Դու ո՞նց եղար։ Արունը դադարեց։ Շալով փաթաթելուց հետո Արունը դադարել է։ Մնում է այդ մարդասպանը այստեղ չլինի։ Տեսնես Ռուբենը ո՞նց է։ Հելեն, քո նման սիրուն, արիստոկրատ, խորենի նման եղբայր ունեցող աղջիկը, ոնց կարող է սիրահարվել Ռուբենին։ Բայց ինչի չպիտի սիրահարվեր։ Հենց մենակ նրա համար, որ Ռուբենն ու իր ընտանիքը միշտ խնդիրների մեջ են։ Ռուբենի ընտանիքը իրականում վատը չի։ Լինա այդ ամեն ինչը անում փողի համար։ Դա իսկ Սոկրատն էլ իր անձնական վրեժը ուներ։ Սոկրատը։ Ինչ գիտես Սոկրատի մասին։ Դե գիտեմ, որ փառասերի մեկն է, Լիլիի կտորը։ Ռուբենի համար էլ հեշտ չի եղել։ Առանց իմանալու ամուսնացել է եղբոր մարդասպանի հետ։ Հա, բայց Անուշը վաղուց արդարացվել է։ Բայց այդ ինչ կապ ունի։ Միևնույնն է նրանց մեծ սերը կործանվեց։
Անուշն էլ վրեժով լցվեց։ Բայց ոչ Սոկրատը, ոչ Լիլին, ոչ էլ Անուշը կապ չունեին այն տղայի հետ, ում մահվան դուրն է հասցրել Ռուբենը։ Ես մի տեսակ կասկածում եմ, որ Ռուբենն է տղային այդ օրը հասցրել։ Ռուբենն ինքն է ասել, որ ինքն է արել։ Դուք պետք է պարզեք ճշմարտությունը։ Ես դրա համար ամեն ինչ կանեմ։ Ինչի ինձ օգնեցիր Էլեն։ Մանավանդ որ գիտեիր, հենց գտնեմ Ռուբենին ձերբակալելու եմ։ Դուք ձեր գործն եք անում։ Ես էլ որպես մարդ իրավունք չունեի ձեզ չօգնեի։ Ես վստահ եմ, Ռուբենը անմեղ է։ Վերջի ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու։ Իսկ դուք պետք է բռնեք Լիլիին։ Այն նրա տեղն է բանտը։ Հայրո, ինչքան կարելի է։ Ամեն անգամ նույն բանն ես անում, անընդհատ ուշանում ես։ Ես քեզ խնդրել էի, չէ՞, ես երեխա ունեմ, ես չեմ կարող երկար թողնել նրան։ Էլ չեմ ասում, որ պապայի համբերությունը մի օր չգիտեմ ինչ ա լինելու։ Սարա, հասկացի, Լուսնյակը օր ու արև չի տվել, գլուխս ամբողջովին խառն է։ Երեքա հայրո, լուսնյակա լուսնյակ, զզվցրեցիր քո այդ լուսնյակով։ Ինչի՞ չես բաժանել տալիս նրանց, հա։ Այդքան չկաս։ Բաժանել դուր ու ամուսնացիր, չես կարողանում այդքան բան անել, հա։ Չեմ հասկանում, Սարա, ինչու ես այսքան ներթայնացած։ Ես քեզ երբեք այսպես չեմ տեսել։ Սրանից հետո այսպես է լինելու։ Ես հոգնել եմ հայրո։ Ես նույնիսկ այս տան մեջ արդեն տղամարդու գործեր եմ անում։ Չհամարձակվես ինձ վիրավորես, Սարա։ Ես երբեք քեզ չեմ թողել, որ դու տղամարդու գործեր անես։ Հայս է, երբևէ թողել եմ, որ դու ցերկդ մուրջ վերցնես։ Հա, այդ էլ ու վերջ։ Մնում էր մեխը վերցնեի ու խփեի, չէ։ Հայրո, չես հասկանում, ես հոգնել եմ, էլ չեմ դիմանում։ Ես մեղավոր եմ, որ դու հոգնած ես։ Ճիշտ է։ Ոչ մեկդ էլ մեղավոր չեք։ Ոչ ես, ոչ պապան, ոչ Ինգայի հերը։ Մենակ ես եմ մեղավոր։ Մենակ ես։ Կներես, Սարա, ես չի ուզել քեզ վիրավորել։ Ես ուղղակի ուզում եմ ասել, ինչ որ պետք էր դու արդեն ասեցիր։ Շատ մերսի, շատ շնորհակալ եմ հայրո։ Մամա, ես եկել եմ։ Ինգոպոլես։ Սարա մոռացել ես, որ դու տուն տեղ ունես, որ մեկ-մեկ պետքա տուն գաս։ Վերջապես աղջիկ ունես, մոռացել ես։ Հա։ Էմա դու քեզ լավ ես զգում, ամեն ինչ կարգին է։ Հա Գրիգոր, շնորհակալ եմ, որ կողքիս ես, ու շնորհակալ եմ, որ ընկերակից ես աղոթքներիս։ Հիմա մեր աղոթքները իմ տղաներին շատ են պետք։ Գիտեմ էմա, Ռուբենը հիմա լուրջ խնդիրների մեջ է։ Նորոսել է ամբողջովին հուսահատված ինչ-որ։ Գիտեմ էմա, ես փորձեցի ընկերանալ Նորոյին, բայց ոչինչ չստացվեց։ Ես փորձեցի, բայց գիտես երևի ժամանակ է պետք։ Հա, բայց ես չեմ ուզում, որ դու քեզ պարտավորված զգաս։ Նորոն իմ տղան է և ես նրա կողքին կլինեմ։ Ես արդեն հրաժարվել եմ իմ կոչումից։ Միայն սպասում եմ, որ վերևից հաստատեն, ու երբ դա լինի, ես ինձ կնվիրեմ Նորոյին։ Կանեմ ինչ կկարողանամ Նորոյի համար։ Նրա ընկերը կլինեմ, որովհետև արդեն չեմ կարող Նորոյի հայրը լինել։ Գրիգոր, դու Աստծո մարդ ես, ու ես չեմ ուզում, որ դու իմ մեղքով հրաժարվես քո կոչումից։ Էմա, դու որևէ կապ չունես ես ամեն ինչի հետ։ Ես իմ խնդիրներն ունեմ, և պետք է լուծեմ իմ խնդիրները։ Էմա։ Ինչ Գրիգոր։ Դու ինձ մոռացել ես, թե դեռ շարունակում ես Առաջվա նման սիրել։ Թե դեռ սիրում ես ինձ։ Դու մի անգամ ազատնես։ Դու համար ամեն ինչ արել ես, ես քեզ վիճակում չեմ թողնում։ Վերջել ոչ մի թմրանյութ։ Ռայա, ինչ որ բան ես ուզում ինձ ասել։ Արփի ջան, մի բան կա, որի մասին դու իրավունք ունես իմանալ։ Ինչ Ռայա։ Արփի Լինան քո քույրն է։
Ալո, լսում եմ։ Ոնց տեսում եմ հիվանդանությունը։ Լավ, ես հենց հիմա գալիս եմ։ Ինչ ա եղել, բժիշկ։ Միայն ճշմարտությունը։ Չարորակ գոյացություն ենք կասկածում։ Կյանքը փրկելու համար ոչինչ ասել չեմ կարող։ Ռուբեն։ Շուտ։